Այսօր Նինոց Մինդայի շրջանի Փոքր Արագյալ գյուղում սուք էր։ Փոքր արագյալցիները հրաժեշտ էին տալիս գյուղի զավակ Ռուսաստանաբնակ բարերար Հարություն Սայաթ Ծառուկյանին։ Նրա ավանդը շատ մեծ էր Փոքր Արագյալ գյուղում, քանի որ նրա մտահղացմամբ եւ ջանքերով գյուղ մտնող ճանապարհին կառուցվել է հուշահամալիր, տեղադրվել հայրենական մեծ պատերազմի, Եղեռնի, ապրիլի 9-ի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշաքար էր։ Մի քիչ էջերը հետ տամ Սայաթ Ծառուկյանը մեծ տոհմի, մեծ ընտանիքի բազմա եղբայր, բազմա անդամ ընտանիքի զավակ է, կրթված իրենք չափավոր, դաստիարակված, նվիրված գյուղին, իրենց մեր ժողովրդին, ճավախքին, ճանաչված են իրենք իրենց հարգանքով, իրենց արդար քրդինքով են ձեռք բերել այդ բոլորը եւ մեր սիրելի Սայաթին վերադառնանք մեկնելով Ռուսաստան իր քրոջ եղբոր հորդորով նրանք մի կողմը ռուսերին այնտեղ էին ապրում եւ նա չմերժեց գնաց այնտեղ իր գործնեությամբ աչքի ընկավ եւ հետո ապրելով Ռուսաստան Դաշնությունում չմոռացավ գյուղի մասին մտածելը, գյուղի մասին հոգ տանելը եւ ինչպես տեսնում ենք օրերից մի օր եկան նախատեսան, պլանավորեցին եւ մտածեցին որ պետք է իրեն անունից կառուցվի այս հուշահամալիրը, քանզի մեր գյուղը չուներ, մնացած գյուղեր ունեն, ոնց որ մի տեսակ մեծ ամոթ կապրեինք այդ արանքը մեն։ Եվ ինքը ճիշտ է Ռուսաստան էր, բայց այստեղ արդեն բարբետներ էր ընտրվել, իրեն եղբայրները անմիջապես աջակցում էին Գուրգեն Ծառուկյանը, Մարտին Ծառուկյանը եւ իրենց Շոթա Ծառուկյանը, իրենց տղաներ ամբողջ պախոեն գյուղի ամբողջ հասարակությունը եւ մեր գյուղից էին բարբետները, իսկ ես որպես մոդիկ մարդ ներկայ էի ամեն բանին, այստեղ ներկայ եմ եղել, իմ օժանդակությունն սա ուժերից ներազին չափ բերել եմ եւ այսօր մեզի համար կարծես թե համ մի տեսակ շուրջս կայեմ, կարծես թե տոնի այն օրին է վերածվել, երբ որ ինքը այս բացում է իրանք։ Այդ տարին կառուցվեց հաջորդ տարվա մնաց բացման արարողությունը կատարվավ մեծ շուկով եւ ղեկավարության անունից որոշվեց այս շնորհալի գործը ձեռք գլուխ բերելու համար Սայաթ Ծառուկյանին պարգևատրել ոսկե մեդալով, որին նա շատ արժանի էր։ Եվ այսօր մենք շատ մեծ վիշտ ենք ապրում, հարազատների կողքին կանգնած վիշտը կիսում ենք, ցավակցում ենք իրեն ընտանիքին, իրեն սիրելի դուստրերին, երկու աղջիկ ունի եւ եղբայրներին, իրենց պխոյենց տոհմին, Փոքր Արագյալի հասարակությանը, ինչու՞ չէ նաեւ շրջակա գյուղերի բոլոր ճանաչողների, ես հույսով եմ որ ճանաչողներ շատ ունին, շրջապատը մեծ է եւ այսօր բոլորը հոգու խորքի հետ կապնված վիշտ են ապրում սիրելի Ծառուկյանի հետ այս կատարվածի համար։ Ինքը գնաց, բայց իրեն հիշատակը ինչպես տեսնում եք, հալիշկան թափորդի գյուղը հավերժ կմնա մեր բոլորիս սրտերում։ Խորապես գլուխ ենք խոնարհում, ցավակցում ենք, սա մեզ վիշտ է, մեզ կորուստ է։ Ոչ միայն Փոքր Արագյալի, էլի եմ կրկնում ամբողջ ճավախքի, կարող եմ ասել ինչու՞ չէ, հայ ազգության համար, բարի ժողովրդի համար, ուր որ բարի մարդը գա, բարի գործ կկատարի։ Ինձ համար է այս վիշտը ցավալի։ Հավերժ թող հիշադակ էլի գլուխ ենք խոնարհում մեր սիրելի Սայաթի այս ողբերգական մահվան համար։ Այսպիսի մարդիկ իրենց ներդրումով ապրում են ոչ միայն իրենց ընտանիքի, այլև ամբողջ համայնքի հիշողության մեջ։ Նրա կատարած գործերը խոսում են իր մասին, որպես նվիրված հայրենասեր եւ տեսլական ունեցող մարդու։ Նա իր կյանքը նվիրեց գյուղի պատմության եւ մշակույթի պահպանմանը, կանգնեցնելով հուշարձաններ, որոնք սերունդներին կպատմեն նրա հայրենասիրության մասին։ Արդեն տանն ես, ինձ հարազատ միջավայրում, մեծ ճամփորդությունից առաջ մի քիչ շունչ քաշիր, ջավախցին կսե թե մեկուքը մար, որ հետո հյուրեր, ծանոթ անծանոթ, քեզ ճանաչող ու չճանաչող, բայց անունդ լսած հյուրեր, ահել ու ջահել հյուրեր ես ընդունելու, նրանք գալու են քեզ ճանապարհելու։ Դու ուշադիր եղիր եւ ծանրացած կոպերի տակից նայիր եկող գնացողներին, սքացողներին,
Նրանց թաց աչքերի խորքում կտեսնես 17 տարեկան այն հարություն Սայաթին ու մի օր թողիր կամրջից այն կողմ ու գնացիր։ Գիտեմ, որ քեզ թևերի եւ ուսերի վրա են բերել, մուտքդ հարազատ գյուղ եղել է նրանց թևերի եւ ուսերի վրա։ Սերոփեն սուրբը, նորոգված հնորյա կամուրջը, գետն ու ջրաղացը, դպրոցն ու հուշարձանները լուր մորմոքում են, սքում տեսակի կորուստը։ Հուշարձանները, որոնք նա կանգնեցրել է ոչ միայն քարե կոթողներ են, այլև նրա հոգու, հավատքի եւ անսահման նվիրումի վկայությունն են։ Նա ամահացավ իր գործերով, թողնելով մի գյուղ, որտեղ հիշողությունը երբեք չի մարի։ Նրա նվիրվածությունը միշտ օրինակ կլինի մեզ համար։ Սայաթ Ծառուկյանն իր կյանքի ընթացքում կանգնեցրեց հուշարձաններ, որոնք պիտի խոսեն սերունդների հետ, եւ այսօր վերջին անգամ նա վերադարձավ դրանց մոտ։ Քարերը, որ նա կանգնեցրեց, կարծես խոնարհվեցին իրենց արարողի առաջ։ Նրա հոգին հավերժ կապրի այս սրբավայրում, որտեղ յուրաքանչյուր քար կրում է նրա ձեռքի ջերմությունը, իսկ յուրաքանչյուր անուն նրա սրտի զարկը։ Սայաթ Ծառուկյանի հարազատներ, բարեկամներ, մերձավորներ, համագյուղացիներ, այսօր փոքր արագյալի հասարակությունը եւ ողջ ցկող հանրությունը փոքր արագյալու համար սրբադեղի հանդիսացող այս հուշահամալիրում ներկայացել են իրենց հարգանքի վերջի դուրքը հատուցելու եւ դեպի հավերժություն ճանապարհելու հավերժի ճամփոտ դարձած փոքր արագյալի հասարակության ամենասիրված եւ շնորհաշատ այրերից մեկին մեծավաստակ բարերար փոքր արագյալի ազնիվ նվիրված զավակ բարեգործության բնակավարում այդ առումով գյուղի նկատմամբ թիվ առաջին սկսնակ բարերար, ինչու՞ չէ նաեւ այդ առումով բարեգործության ջարդարաբեդ եւ լոգոմոտիվ, որը եւ հանդիսացավ հետագայում բարերար փոքր արագալցիների համար վարակի աղբյուր։ Հարություն, Սայաթ Հարություն Վարդգեզի Ծառուկյանը ապրեց այդ անհատականությունը մի բարեսիտ, բարեգիծ անհատականություն, որ գիտակցական կյանքում ստեղծեց ու արարեց անդուլ ու ամբասի նվիրումով, ապրեց արժանապատիվ, ապավինելով համամարտկային արժեքներին ու մարդկային վեհ ու առաքինի սկզբունքներին։ 62 տարեկան հասակում կյանքից հեռացած, համաժողովրդական հարգանք վայելած, իր ընտանիքին, հարազատներին, եղբայրներին, համագյուղացիներին, հարազատ գյուղին նվիրված Սայաթ Վարդգեզի Ծառուկյանը իր հարուստ կենսագրականը ձեռք է բերել տարիների խանդավառությամբ լի տեխնանքի իր ընտանիքի անդամներին, հարազատներին, ժողովրդին, համագյուղացիներին նվիրվելու շնորհիվ։ Վերջին անգամ նա անցավ իր ստեղծած հուշարձանների կողքով, շրջապատված գյուղի սիրով ու երախտագիտությամբ։ Քարերը, որ նա կանգնեցրել էր որպես լուր վկաներ, կանգնած էին, ուղեկցելով նրան դեպի հավիտենություն։ Այնուհետև նրա մարմինը տարան եկեղեցի, որտեղ աղոթների ներքո վերջին օրհնությունը տրվեց։ Սայաթ Ծառուկյանի հոգին այժմ հանգրվանում է Աստծո տան խաղաղության մեջ, իսկ հիշատակը կմնա ժողովրդի սրտերում հավերժ։